Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում հավատում եմ, չեմ հավատում, մեդիագրագիտության խաղն է։ Ես Նանեն եմ եւ մեր հերթական թողարկման հյուրը բլոգեր, ինֆլուենսեր Հյուգոն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հյուգո, մեր նախորդ հաղորդումները դիտել եք, գիտեք ով է առաջատարը։ Եվան Ղարիբյան։ 13 միավորով։ Գիտեմ, պետք է անցնեմ, ուզեմ, չուզեմ, էլ գիտեմ։ Այո, մեր առաջին եթերաշրջանի վերջին հաղորդումն է եւ ունեք հնարավորություն դառնալու առաջատարը։ Մեր մյուս մասնակիցները չհաղթահարեցին այդ փորձությունը եւ այդ առաջ անցնելու։ Okay։ Եվ մի փոքր ներկայացնեմ խաղի կանոնները։ Մենք կարդալու ենք 5 հարց տեղական ու միջազգային լրահոսից։ Դրանք իրական լուրեր են, որոնք հրապարակվել են եւ դուք պետք է պարզապես պատասխանեք, հավատում եք դրանց, թե չէ, եւ մի փոքր բարձրաձայն նաեւ վերլուծեք ինչու եք հավատում կամ ինչու չեք հավատում։ Okay, բայց Եվան ոնց է հաղթել։ Եվան կասկածում էլի քողնակությունների վրա եւ Շատ լավ, հիմա անցնենք առաջ եւ կարդանք առաջին լուրը։ Ուշադրություն։ Մեկ միավոր եք վաստակելու, եթե ճիշտ պատասխանեք։ Ռումինիայի հրեական գերեզմանատանը հայտնաբերվել է Ադոլֆ Հիտլերի գերեզմանը։ Այսպիսի վերնագրով նյութ է հրապարակել Newsem-ը։ Հավատում եք։ Հա, կհավատամ։ Իսկ Newsem-ը հայկական է, չէ։ Այո։ Կհավատամ։ Ամեն ինչ կհավատամ։ Բայց Ադոլֆ Հիտլերի Դե ես կարծում եմ կարա այտենց ինչ որ մի բան լինի, այնտեղ դրած կամ էլ ինչպես մի շփոթվել են։ Բայց բալվում չգիտեմ, էլ ինձ թվում է ճիշտ է։ Բայց եթե շփոթվել են ոնց կհավատաք ուրեմն։ Գերեզմանի հարցում, գերեզմանն է շփոթում եղել։ Պատկերացի որ թե Newsem-ը։ Ինձ թվում է ինչ որ այտենց մի բան տեսել են, դրա համար կարելի է հավատալ։ Առանց նյութը բացելու այս վերնագրին կհավատաք։ Հա։ Ես ընդհանրապես նյուզեր կարդացող մարդ չեմ։ Պրոստը որ չգիտեմ, մտածում դրել եք ուրեմն մի բան կա էլի, դեժո եկեք հավատամ։ Այս լուրը կեղծ է։ Հա, կեղծ է, օքեյ։ Այո, Ադոլֆ Հիտլերը չգիտենք որտեղ է թաղված, եւ սա վերնագիր է, որը իհարկե մոլորեցնող վերնագիր է, խոսքը մեկ այլ Ադոլֆ Հիտլերի մասին է, որը ունի ուղղակի նույն անուն ազգանվան համընկնումը կա եւ թաղված է ռումինական ինչ որ գերեզմանատանը, բայց հետաքրքիրն է, որ մոտավորապես այդ է ուզում բացատրել, չկարացա, դիպա Ադոլֆ Հիտլերը գրած եղել, մտածում են մարդիկ, որ դա կարա Իրանը եղած լինի, տենց։ Այո, բայց մարդիկ հիմնականում կարդում են վերնագիրը եւ օրինակ ընթերցողները, որոնք չբացեն լուրը, ուղղակի նայեն վերնագիրը եւ լուսանկարը կմտածեն, որ Ադոլֆ Հիտլերը թաղված է Ռումինիայում։ Հասկացա։ Ընդհանուր 15 հարց է։ 5 հարց է եւ մեկ միավոր կորցրեցիք։ Հասկացա, արդեն կորցրեցիք։ Արդեն մեկ միավորը կորցրեցիք, մինուս։ Okay։ Բայց արժևում ավելի բարդ հարցեր են, ավելի շատ միավորներով։ Այնպես որ կարաք դեռ արժևում միավորներ վաստակեք։ Գնացինք առաջ։ Facebook-յան հայկական օգտահաշիվները տարածում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լուսանկարը, որը նա արել է Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Հավատում եք, որ այսպիսի լուսանկար է արել, այսպիսի պրովոկացիոն քայլի է դիմել Զելենսկին։ Հա, մի հավատալու է։ Գիտեք, որ նա Հայաստան է եկել։ Հա, գիտեի։ Դրա համար մտածում եմ, որ կարա արած լինի, էլի։ Զելենսկուს սպասում եք այսպիսի բան, կարճ ասած։ Այս ոլորտում սաղից էլ ամեն ինչ սպասում եմ։ Ես կհավատամ սրան։ Շատ է դեմք ունի, որ կարա այդպես բանաներ։ Իսկ Facebook-յան հայկական օգտահաշիվներից ինչ եք սպասում։ Չեք սպասում, որ օրինակ կարող են կեղծ տեղեկություններ տարածել։ Չէ, ինձ թվում է, եթե անգամ AI լինի, AI կարա լինի։ Ինչ է։ Չէ, դավայ եկեք հավատանք, ամեն ինչի հավատում եմ, էլի դեբիլ քաղաքացի։ Ինչ ասեն հավատում։ Սա վերջնական պատասխանն է ձեր։ Ահա, դե չխաբես ինձ։ Ասել ես կեղծ է։ Այո, կեղծ է, միավոր կորցրեցիք։ Okay, լավ։ Սա տարածվում էր, այսպես ասած, Զելենսկու դեմ տրամադրություններ գեներացնելու համար եւ նա բնականաբար այդպիսի քայլի չի դիմել, չի գնացել Ռուսաստանի դեսպանատուն, չի նկարվել եւ Facebook-յան օգտահաշիվներն էին տարածել։ Զելենսկուს սպասում եք, բայց Facebook-յան օգտահաշիվներից կեղծ տեղեկություն չէի սպասում։ Okay։ Գնանք առաջ։ Հաղորդումը սխալ է գնում։ Okay։ Լավ։ Հիմա տեսնենք ինչ գիտեք մեր Սփյուռքից ու այդ ոլորտի վերաբերյալ ինչին կհավատաք, ինչին չէ։ Ռուսական առաջին ալիքի եթերում հնչել է պնդում, թե Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եկեք բարձր վերլուծենք, որքան մարդ է ապրում Հայաստանում, գիտեք մշտական բնակչություն։ Հայաստանում, ինչքան գիտեմ վերջի տվյալներով, մոտ 3 միլիոն։ Այո։
Չէ, Ռուսաստանում ավելի շատ հայ ապրում, քան Հայաստան։ Նախ որ ապրում են դա հաստատ է, ասենց ասեմ, այնտեղ ապրում, բայց այտենց բան հնչած կլինի ալիքի եթերում, թե չէ։ Այո, այսպիսի տեղեկություն հնչել է, այսպիսի պնդում, ռուսական ալիքի եթերում։ Հա, հիմա պետք է ասեմ։ Պետք է հասկանանք արդյոք այս պնդումը ճիշտ է։ Այնտեղ ավելի շատ արդյոք ապրում են հայ, ավելի շատ հայ։ Հա, ինձ թվում է հա։ Ինչքան թիվ կասեք որ։ Աման դու չես սխալ։ Այսինքն 3 միլիոնից ավելի շատ հայ է ապրում Ռուսաստանում։ Ինձ թվում է հա։ Աշխատանքային միգրանտներին չհաշվենք։ Նրանք գնում գալիս են մշտական այնտեղ, որ ապրում են։ Մտածում եմ։ Կա հստակ ինչ-որ թվային սանդղակ։ Իհարկե կա։ Հա, հասկացա։ Այսինքն կարող է խոսքի այնտեղ ապրում է 2.5 օրինակի համար։ Դե կիմանանք պատասխանից հետո։ Լավ, ուրեմն չեմ կասեմ, որ չեմ հավատում։ Եվ սա ճիշտ պատասխանն է, վաստակեցիք 3 միավոր, բայց եկեք ենթադրենք քանի հայ կապրի Ռուսաստանում ըստ ձեզ։ Դե ես իրականում մտածում եմ, որ շատ են։ Օրինակ 1 միլիոնը չեն գերազանցում, 950,000 մոտ եւ ինչն է հետաքրքիր, սա այս տվյալը վերցրել ենք Ռուսաստանի պետական գերատեսչություններից վիճակագրական, որտեղ անցկացրել են հարցումներ, որպեսզի ճշտեն էթնիկ կազմը երկրի եւ այնտեղ ինքն իրեն հայ նույնականացրել է ընդամենը 950,000 հոգի, այսինքն մեր պատկերացումները, որ միլիոնավոր հայեր են ապրում Ռուսաստանում, այս վիճակագրությամբ չի հաստատվում։ Նախ տուն եկեք մի հատ վերադարձեք, հետո կհասկանանք դա։ Okay։ Լավ, 3 միավոր կարևորը ունեք։ Անցնենք առաջ, այս հարցը 4 միավոր կբերի ձեզ, եթե ճիշտ պատասխանեք։ Գնացինք։ Միացյալ Նահանգների կառավարությունը հրապարակել է չբացահայտված թռչող օբյեկտների մասին գաղտնի նյութեր, որոնց բնույթը մասնագետները դեռևս չեն բացահայտում։ Պենտագոնում չեն բացառում նաև այլմոլորակայինների մասին վարկածը։ Վերջերս ինչ-որ էս բան ֆորում էր սոցցանցերում, եթե ինչ տեսել եմ, էլի։ Եվ չեմ բացառում, որ կարող են ինչ-որ այլմոլորակայինների կողմից ուղարկված օբյեկտներ լինել։ Միշտ ուզել եմ հավատամ, որ այլմոլորակայիններ կան, չգիտեմ խի։ Կլսեմ իմ սրտին։ Եվ ուղղակի դե քանի որ իմ ուղղակի չի աշխատում, սիրտս թողին, ասում եմ, որ սա ճիշտ է։ Այսինքն զգում եք նրանց ներկայությունը արդեն երկրի վրա, ձեր սրտով։ Հա։ Սա ճիշտ պատասխանն է։ Այս տուրը համապատասխանում է իրականությանը եւ ասում, որ Պենտագոնի կայքը այդ օրը ունեցել է կես միլիարդ այցելու, պատկերացնում եք, այսինքն կես միլիարդ մարդ մտել է Պենտագոնի կայք, որպեսզի փորձի հասկանալ այդ ինչ չբացահայտված թռչող սարքեր են։ Շնորհավորում եմ։ Ունեք 7 միավոր եւ հասանք վերջին հարցին, որը ամենաբարդն է։ Իսկ քանի միավոր է։ 5 միավոր։ Okay։ Գնացինք առաջ։ Հայաստանում օտարերկրացիներին, այդ թվում նաև Ադրբեջանի քաղաքացիներին թույլատրվել է հող գնել 2018 թվականի հունվարին ազգային ժողովի կողմից ընդունված հողային օրենսգրքի փոփոխություններով։ Այս մասին հայտնում է Հայաստանի նախարարություններից մեկը, մասնավորապես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Կոմենտ չանեմ, պրոստը ասեմ, որ ճիշտ է, անցնենք։ Դե կարող եք բարձրաձայն վերլուծել։ Իրականում լսել եմ պրոստը։ Ինչ եք հավատացել, լսել եք, հավատացել եք։ Հավատում եմ անկեղծ, որ sense բան կարող լինի։ Իսկ ինչ խոսակցությունների բերումով եք լսել այս լուրը։ Անընդհատ ինչ որ բաներ էր, դաժե մարդիկ կային, պրոստը կարող բլոգեր չէին, զուտ կոնտենտ էին անում, պրոստը խոսում էին բան, տենց իմ մոտ բերեց չգիտեմ խեի մոտ շատ բերում կա այդ քաղաքական բաները, բայց բանը էլի նայեցի, լսեցի։ Սոտիկի կարա լինի տենց բան էլի։ Թե ինչի չեմ կարող ասեմ։ Բայց որ կլինի հաստատ։ Դե օրենքում չի որոշակիացվում, որ այս երկրին կամ այն երկրին կարելի է կամ չի կարելի։ Ասում են, որ օտարերկրացիները որոշակի կարելի է, այո, եթե չկա որոշի բան էլի։ Կարող են։ Չէ, հավատում եմ, որ sense բան կարող լինի։ Հավատում եք։ Հա։ Վստահ եք։ Հա։ Այնպիսի ժամանակներ մենք ապրում, որ վստահ չի։ Հա, ես հավատում եմ։ Բայց ինչու պիտի թույլատրվեր։ Հարցը թույլատրվելը չի, հարցը չթույլատրվելն, եթե գրաչի չի թույլատրվում, այդ դեպքում ինձ թվում է կարելի է այդ մարդիկ օրինակ եթե որոշեն առնեն, ինչ-որ մի ձև կարան առնեն, էլի։ Լավ, հավատում եք։ Հավատում եմ։
Եվ սա ճիշտ պատասխանն էր, վաստակեցիք 5 միավոր։ Հովայ ուրախանամ, այո, ադրբեջանցիներ կարող։ Ոչ միայն ադրբեջանցիները, այլ աշխարհի վրա գոյություն ունեցող բոլոր պետությունները, որովհետև օրենքի մեջ ուղղակի հնարավոր չէ այս կամ այն երկրները, բայց ինչ գիտեք օրինակ սահմանափակումների մասին, ինչ որ բան գիտեք այս թեմայի հետ կապված։ Իրականում ինձ թվում է կարան մի բան ձեռք բերեն, տենց եմ մտածում։ Ոչ, միայն ներդրումներ անելու նպատակով կարող են հող ձեռք բերել, ոչ թե բնակվելու նպատակով։ Այդ դեպքում դաժե էկոնոմիկային կարա օգուտ լինի ինչ որ չափով։ Հյուգո դուք ունեք 12 միավոր եւ այն չանցար։ Չանցար էլի քեզ։ Բայց բարդ հարցերին պատասխանեցիք շատ լավ։ Հիմա մի րոպե, ես վաստակեցի 12, բայց այնտեղ երկու հարց։ Այո, առաջին։ Բայց մի միավոր է։ Առաջին երկու հարցերին չհապատասխանեցիք ճիշտ, այսինքն առաջին հարցին սխալ պատասխանելով կորցրեցիք 1 միավոր, որովհետև ասացիք, որ Ադոլֆ Հիտլերը հավատացիք, որ Ադոլֆ Հիտլերը թաղված է Ռումինիայում, մինչդեռ ոչ ոք չգիտի այդ մարդը իրականում որտեղ է թաղված։ Հասկացա։ Եվ երկրորդը հավատացիք Facebook-յան օգտահաշիվներին։ Եվ չհավատացիք Զելենսկու adekvatությանը չապավինեցիք Զելենսկու հայկական օգտահաշիվների։ Շատեկի Զելենսկին կարելի է էլի այնպես բան չանել։ Զուտ ինձ թվում է իր Facebook-ի, էսի ինչքան որ ինձ օգուտ, որ օգտահաշիվներին вообще չեմ էլ ուշադրություն դարձնելու։ Հավայի նորից սխալվա էլի։ Այո, բացի այդ նաև այդպիսի լուսանկար գոնե Զելենսկին իր օգտահաշիվներում կդիներ, իր պաշտոնական։ Չէր դրել։ Չէ։ Սա ուղղակի կամ արհեստական բանականությամբ կամ Photoshop-ով Հա, իսկ օրինակ խոսքի story-ա դրել։ Ես տենց եմ մտածում։ Դե չի դրել, հիմա ինչ մենք ասեինք, որ Զելենսկին է արել։ Ամեն դեպքում բարձր միավորներ վաստակեցիք եւ մենք ունենք ձեզ նվեր Ալինա Պողոսյանի նապաստակի գլուխներ հագած ստեղծագործությունը ձեզ բարի ընթերցում։ Էս ինչ վերնագիր էր։ Վստահ ես որ կարդան չէ։ Չէ, բայց շատ հետաքրքիր էր վերնագիրը։ Այժանիշներ կա։ Մերսի։ Շնորհակալություն։ Ապրեք։ Դե ինչ դուք դիտում եք, հավատում եմ, չեմ հավատում, մեդիագրագիտության խաղը։ Սա մեր առաջին եթերաշրջանի վերջին թողարկումն էր եւ մեր այս նախագծի առաջատարը Եվա Ղարիբյանն է, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք իրեն։ Կհանդիպենք։